քանի որ քրիստոնեական մյուս եկեղեցիներում իրենց հավատացիները խրախուսում են մեծ պահքի ընթացքում ավելի հաճախ հաղորդվել, մեր եկեղեցու հավատացիները միշտ հարցնում են, իսկ ինչու մեզ համար չի կարելի, ինչու է հայ եկեղեցում արգելված։ Ինչպես գիտենք, մեծ պահքը ապաշխարության, ինքնաքննման, ինքնամաքրման ժամանակաշրջան է, երբ մարդը պետք է մաքրագործված մոտենա Քրիստոսի հրաշափառ հարությանը։ Այդ ընթացքում նաև մեր եկեղեցիներում ի տարբերություն մյուս եկեղեցիների փակվում է եկեղեցու խորանները, ինչը նշանակում է, որ այս պահին դրախտը փակ է չապաշխարած մարդու համար։ Եվ որpիսի մենք մուտք գործենք երկնային արքայություն, Քրիստոսի հետ մասնակից լինենք հրաշափառ հարությանը եւ ճաշակենք նրա սուրբ մարմինն այրունը, մեզ պետք է մի ժամանակաշրջան, որpիսի մենք մաքրված, սրբված կարողանանք մոտենալ Տիրոջը։ Դրա համար մեր եկեղեցիներում արգելված է սուրբ հաղորդություն ստանալ, որpիսի մարդը նաև հասկանա, թե ինքը մեղքի պատճառով ինչից է զրկվում, որpիսի մարդը հասկանա, թե ով էր ինքը, երբ անմեղության մեջ ապրում էր Աստծո արքայության մեջ, Աստծուն ամեն օր տեսնում, զգում էր, ապրում էր նրա հետ, եւ ինչ է նշանակում զրկված լինել։ Դա նույն բանն է, երբ որ որևէ մեկը քեզ արգելում է իր տուն գնալ, որpիսի այդ տուն դու նորից մուտք գործես, դու պիտի փոխես, հաշտվես, մաքրվես, նոր մոտենաս դրան։ Ծաղկազարդի երեկոյին դռնբացեքի արարողություն են կատարում, ներսից քահանան հարցնում է. արդյոք այս մարդիկ պատրաստ են մուտք գործելու երկնքի արքայություն։ Իսկ ներքևից խնդրող քահանան ասում է. ինչքան որ մեր մարդկային տկարությունը թույլ է տվել, այդքան մենք կարողացել ենք պատրաստվել։ Ուրեմն սա նաև նրա համար է, որպեսզի մարդու համար սուրբ հաղորդությունը սովորական միջոց չդառնա, սովորական հաց ու գինու չդառնա, սովորույթ չդառնա իր համար, որ ամեն կյանքին կգնա եւ սուրբ հաղորդություն ստանա։ Մեծ պահքի ընթացքում կարող են երբեմն հաղորդվել, այդ օրինակ Ավետման տոն ապրիլի 7-ը հանդիպում է մեծ պահքի ընթացքում, կամ Գրիգոր Լուսավորչի, Հովանոց Գրիգոր Տաթևացու տոներին նրանց անունով կոչված եկեղեցիներ, որ պատարագ է մատուցում, բարակույրը բացում է, ուխտավորաբար հավատացյալները կարող են մոտենալ եւ հաղորդվել։ Բայց այս ամբողջ ընթացքը մեկ նպատակ ունի, որպեսզի մարդը իրականում ինքն իրեն ճանաչի, մաքրի, սրբի, նոր մոտենա հրաշափառ հարությանը։ Սա նման է օլիմպիական հաղթանակին պատրաստելու համար, երբ որ մեր բոլոր ուժերը, մեր բոլոր միջոցները դնում ենք, ամեն բան, ամեն միջոց ձեռնարկում ենք, որպեսզի հաղթանակած դուրս գան։ Եվ որպեսզի մենք մոտենանք սուրբ հաղորդության, մենք պետք է գիտակցենք, որ դրախտը պիտի բացենք մեզ համար մեղքերի մաքրության շնորհիվ։ Երբ որ դու դեռ մեղքեր ունես, մեղքերով ծանրաբեռնված ես, որոշակի մեղքեր քեզ հետապնդում են, դու կամ կախվածություն ես այդ մեղքերից, մեծ պահքի շրջանը հնարավորություն է տալիս ապաշխարության, ինքնամաքրման, ինքնահայեցողության, սուրբ գրքի ընթերցանության պատրաստվել այդ մեղքերից հնարավոր նվազեցնել մեր կյանքից, որպեսզի մենք կարողանանք սրբությամբ, մաքրությամբ մոտենանք սուրբ հաղորդուն։ Սա է պատճառը, որ մեր եկեղեցին այս օրերի ընթացքում արգելում է սուրբ հաղորդություն դրախտի խորհրդով, որպեսզի մենք կարողանանք մեղքերից մաքրված հրեշտակին նաև խնդրենք, որ թույլ տա սուրը իջեցնի, բացի այն ճանապարհը, որ թույլ է տալիս տեսնելու Աստծուն, զգալու եւ ապրելու նրա հետ։